Աստվածաշնչյան ընթերցանություն ամեն առավոտ, մայիսի 30։ Մեզ համար աղվեսները բռնեցեք, փոքրիկ աղվեսները, որ փչացնում են խաղողի որդերը։ Փոքրիկ փուշը կարող է մեծ տառապանքներ պատճառել, փոքրիկ ամպը կարող է ծածկել արևը, փոքրիկ աղվեսները փչացնում են խաղողի որդերը, իսկ մանր մեղքերը նուրբ սրտերը։ Այդ փոքրիկ մեղքերը բնակություն են հաստատում հոգում և այն լցնում նրանով, ինչն էլ ատելի է Քրիստոսին, որ նա մեզ հետ շփում չունենա։ Մեծ մեղքն ի զորու չէ քրիստոնյային կործանելու, մինչդեռ փոքրը կարող է նրան ողորմելի ու դժբախտ դարձնել։ Հիսուսը չի մնա մեզ հետ, եթե մենք չազատվենք ամեն մեղքից։ Նա ասում է. «Եթե իմ պատվիրանները պահեք, իմ սիրո մեջ պիտի մնաք, ինչպես ես իմ հոր պատվիրանները պահեցի, և մնում եմ նրա սիրո մեջ»։ Որոշ քրիստոնյաներ չափազանց հազվադեպ են վայելում իրենց փրկչի ներկայությունը։ Այդ ինչից է։ Քնքուշ զավակը հաստատ ցավ է ապրում բաժանված լինելով իր հորից։ Միթե դու Աստծո զավակ ես հանդիսանում բավարարված լինելով նրանով, որ նրան չես տեսնում։ Ինչ, դու Քրիստոսի հարսը կարողանում ես մնալ առանց նրա։ Այդ դեպքում գործերդ վատն են, քանի որ նման դեպքում Քրիստոսի ողջահող հարսը տխուր է ինչպես ընկերոջից լքված աղավնյակը։ Ինքդ քեզ հարցրու. ի՞նչը քեզանից հեռացրեց Քրիստոսին։ Նա իր երեսը թաքցնում է քո մեղքերի պատի հետևում։ Այն հնարավոր է կառուցված է ինչպես մանրաքարից, այնպես էլ մեծ քարերից։ Ծովը բաղկացած է կաթիլներից, իսկ ժայռը քարհատակներից։ Քեզ Քրիստոսից բաժանած ծովը բաղկացած է քո փոքր մեղքերի կաթիլներից։ Քո մակույկը, կոտրած ժայռը քո մանր մեղքերի ամենօրյա աշխատանքի հնարավոր պտուղն է։ Եթե ուզում ես ապրել Քրիստոսի հետ, նրա հետ քայլել, ընթացքը տեսնել նրան ու նրա հետ հաղորդակցություն ունենալ, ապա ուշադրություն դարձրու փոքրիկ աղվեսներին, որ փչացնում են խաղողի որդերը, քանի որ որբնատունկերը ծաղկել են։ Հիսուսը քեզ առաջարկում է գնալ իր հետ բռնել աղվեսներին, կասկած նրանց կբռնի Սամսոնի ճարպկությամբ։ Ուղևորվիր նրա հետ որսի։